Առաջին անգամ ենք բյուջեն քննարկում խաղաղության պայմաններում, հայտարարել է վարչապետը ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով 2026-ի բյուջեի նախագիծը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան բեռնափոխադրման սահմանափակումները վերացնելու հայտարարությանը, Փաշինյանը նշել է, որ սա պատմական իրադարձություն է, Հայաստանի շրջափակման հաղթահարման առաջին փուլը։ Որպես արձագանք, Հայաստանն էլ հենց այսօրվանից պատրաստ է ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա, Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Բյուջեի քննարկմանը վարչապետը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից Հայաստանում ներդրվելու է համընդհանուր հետվճարի համակարգ։ Բոլոր քաղաքացիները անկախիկ առևտրի դեպքում 2% հետվճար են ստանալու։ Վարչապետի խոսքով թոշակառուների անկախիկ ծախսերի հետ վերադարձի համակարգը զարգանալու է եւ 2026-ին հասնելու է 20%-ի, ներկայիս 12%-ի փոխարեն։ Ըստ ֆինանսների նախարար Հովհաննիսյանի, հետվճար կստանան առկա քարտ ունեցողները։ Չկա ֆիքսված ամիս-ամսաթիվ, հայտնել ենք, որ պատրաստ ենք հենց այս պահին սկսել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ այն մասին, թե որտեղ եւ երբ լինի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Գիտենք նաեւ ադրբեջանական կողմի մեկնաբանությունը եւ պայմանը սրա հետ կապված, մենք այդ պայմանը չենք ընդունում, մենք դա որպես քննարկելի օրակարգ չենք համարում։ Հուսով եմ առաջիկայում process-ներն այնպես կգնան, որ մենք խաղաղության ինստիտուցիոնալացման այդ քայլը եւս կանենք ստորագրումը եւ հետագայում վավերացումը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Միրզոյանն է նշել։ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։